Աշխատատեղերի մասին ուզում եմ խոսել եւ ուղղակի եւ անուղղակի ցուցանիշների, թե ինչու են այդ ցուցանիշները ճիշտ, որտեղ մենք հաճախ լսում ենք, որ դրանք նոր աշխատատեղեր չեն, դրանք ստվերից դուրս եկած են, թեև դա ինքնին լավ է, այսինքն նաև լավ է, որ ստվերից դուրս գան այդ աշխատատեղերը, լավ է իդեպ թե պետական բյուջեի համար եւ թե հենց այդ աշխատողների, որտեղ դու գիտեք, օրինական աշխատողները կարողանում են օգտվել նաև բազմաթիվ պետական աջակցության ծրագրերից, հիպոթեկի մասով եկամտային հարկի վերադարձ, հիմա առողջության ապահովագրություն 200,000-ից ավել ստացողները մյուս տարվանից ընդհանրապես բոլորը եւ այդպես շարք ստաժ, որը հաճախ մենք լսում ենք, ասում ենք, գիտեք, ես աշխատել եմ, բայց գրանցված չեմ եղել եւ հետեւաբար չեմ կարող ոնց անենք, որ իմ թոշակը ավել լինի, պատասխանը չեն կարող, որտեղ պետք է գրանցված լինել։ Եվ նաև պետական բյուջեի մուտքերի առումով եւ աշխատատեղերի մասով մենք ունենք կայուն դինամիկա, ինչպես ցույց տվեցի, բայց դրա մասին են խոսում նաև ոչ միայն ուղղակի պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված թվերը։ Մենք նաև ունենք անուղղակի ցուցիչներ, դրանցից մեկը դա մեր անապահովության համակարգում գրանցված անձանց թիվն է, որի մասով ունենք անկում, այսինքն մենք 2018 թվականին հարգելի գործընկերներս էլ ուզում եմ ցույց տալ, նայեք, ունեցել ենք 92,564 ընտանիք մեր անապահովության համակարգում հայտնի փարոսում, հա։ Մենք հիմա ունենք 48,778 ընտանիք, մոտավորապես կեսը, ինչը նշանակում է, որ այս ընտանիքները դուրս են եկել ըստ էության աղքատությունից, հա, եթե ուղիղ բառերով ասենք։ Իհարկե դեռ ունենք քաղաքացիներ, որ դուրս չեն եկել, նրանց մի մասը տարբեր պատճառներով, հիմա չեմ ուզում ինդիվիդուալ տենց դեպքերի մասին խոսել, բայց ակնհայտ է ուղղությունը, ոչ թե ավելացել են, այլ քչացել են։ Սրա մասին է խոսում նաև մեր միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրող եւ գործազուրկ քաղաքացիների թվերը, որը նույնպես մոտավորապես կիսով չափ նվազել է եւ երբ որ այս բոլոր թվերը համադրում ենք իրար, այս հայտնի բանը, որ այս վերջերս շրջանառվում էր, հա, իհարկե սրանք բոլորը չեն, էլի կան քաղաքացիներ, որոնք դեռ աշխատանք են փնտրում եւ գործազուրկ են, բայց այսինքն այդ բոլոր թվերը խոսում են դրա մասին։ Չկա մեկ ցուցանիշ, միջին աշխատավարձի աճը, մեր հնայի պեր կապիտայով աճը, ընդհանրապես հնայի աճը, որ խոսում է հակառակի մասին, հա, որ ասենք, գիտեք, ինչ որ միտեղ ինչ որ բան սխալ ենք հաշվել եւ մենք ունենք ավելի վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակ, նույն աղքատության ցուցանիշը, ծայրահեղ աղքատության եւ ընդհանրապես աղքատության, թեև վիճակագրական ծառայությունն ասաց, որ այս տարվա, այսինքն 24 թվականի տվյալները հնարավոր չի համեմատել 23-ի տվյալների հետ, որտեղ մեթոդաբանությունը է փոխվել եւ նաեւ մարդահամարն է նոր իրականացված հաշվարկվել դրա հիմքում, եւ ծայրահեղ աղքատությունը կազմում է 0.6%, իսկ աղքատությունը, որը չափվում է աղքատության միջին գծով եւ կազմում է 21.7%, հա, նախկինում ավելի բարձր են եղել ոչ միայն այս թվի համեմատ, այլև մենք տենդենսն ենք տեսնում իջնելու։ Հիմա ես մի երկու թիվ կասեմ, տեսեք, եթե ես 23-ը 27-ի հետ օրինակ չեմ կարող համեմատել, որտեղ մեթոդաբանական խնդիր կա, եւ 23-ին եղել է 1.1, իսկ 24-ին 0.6, ու վստահ եմ, որ 25-ին ավելի ցածր է լինում, բայց ես գիտեմ, որ 21-ին թեկուս հին մեթոդաբանությամբ եղել է 1.5, հետո իջել է 1.2, հետո իջել է 1.1, այսինքն տենդենսը ես տեսնում եմ եւ մնացած բոլոր անուղղակի գործոնները ասում են, որ շատ բնական է, որ հենց այդպես է շարունակվի։ Նույնը այսօր աղքատության մասին է, ոչ ծայրահեղ 26.5, 24.8, 23.7 եւ նոր մեթոդաբանությամբ 21.7։ Ու մեր իրականացրած քաղաքականության սա արդյունքն է իհարկե եւ ներքին եւ արտաքին, բայց երևի ես այստեղ այնց երկու հիմնական բլոկերի մասին խոսելով կանգ առնեմ, ասելով, որ անում ենք բարեփոխումներ բոլոր ուղղություններով, շեշտը դնում ենք, ինչպես միշտ ասել ենք, աշխատանքի եւ անհատական ջանքի վրա, չմոռանալով իհարկե մեր այն քաղաքացիներին, որոնք չեն կարող աշխատել, օբյեկտիվ պատճառներով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելու պատճառով, որոնց մենք պետք է աջակցենք եւ բարձրացնենք, սկսած կրթությունից, վերապատրաստումներից եւ ինչ որ ծրագրերով խթանելուց եւ շարունակենք այս քաղաքականությունը, այսինքն անհատական ջանք, որը մենք տեսնում ենք եւ նաեւ պետության կողմից հոգացություն եւ աջակցություն են բոլոր մնացած քաղաքացիներին, որոնք
իրենց որևէ կարգավիճակով պայմանավորված չեն կարող այդ պահին այդ ջանքը իրականացնել։ Դրան է ուղղված նաև մեր անապահովության նոր համակարգը,